Տարածաշրջանային ծրագրերը կարող են ընդհանրապես կատարվել, հետաձգվել, կամ չեղարկվել շատ դեպքերում, այս բոլորի արդյունքում նաև թրիփի հետ կապված։ Չեմ կարծում եւ վստահաբար ոչ, ընդհանրապես մեր գործունեության հիմքում վերջին տարիներին ինչ ա եղել։ Կհիշեք, որ վարչապետ Փաշինյանն էլ այն թվացյալ ամենաանկայուն, ամենավատ ժամանակներում ինչ էր ասում։ Ասում էր աշխարհում փոթորիկ է, միջազգային կարգը փլուզվում է եւ մենք պիտի այս փոթորիկի մեջ մեր նավակը հասցնենք իր հանգիստ խաղաղ հանգրվանին։ Հիմա մենք եկել ենք մի հատ կետի, երբ որ մենք մեր նավը հասցրել ենք կամ հասցնելու եզրին ենք այդ հանգրվանին, իսկ իրականում հասցրել ենք եւ պետքա ուղղակի կառամատություն գցենք խարիսխը վերջնական, որ ոչ մի օլիգարխ, ոչ մի քոչյան չկարողանա հետ մեզ տանել դեպի փոթորիկ։ Եվ ինչ հնարավորություն է դա տալիս մեզ, երբ որ ամբողջ աշխարհում փոթորիկ է, երբ որ մեր շուրջը պատերազմները մեկը մյուսից հետո ծլում են, մենք շարունակում ենք ամրապնդել մեր խաղաղությունը։ Այս վերջերս TikTok-ում, իսկ ես TikTok ունեմ, ասեմ իմանալ։ TikTok-ում աչքովս ընկավ, չէ, TikTok-ում մի բան ուներ, մի վիդեո տեսա, սենց տարածաշրջանն է, մեր ձավոր արևելյան, Կովկասնոլավա երևում, ցույց է տալիս սենց բան, պայթյուն Իրանի մասում, այսինքն պայթյուն, չգիտեմ, Իսրայելի մասում բան, եւ Հայաստանի վրա Նիկոլ Փաշինյանի դեմքն է կարկանդակ ուտելուց։ Ես չգիտեմ այդ տարածողը դա տարածել է որպես բացասական հակագովազդ թե ոչ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դրանից լավ գովազդ չի կարող լինել մեր իշխանության վերաբերյալ, որտեղ մեր ուզածը հետեւյալն է, երբ որ բոլոր տեղերը փոթորիկներ են, եթե իհարկե մենք չենք ուզի, որ բոլոր տեղերում փոթորիկներ լինեն, բայց եթե բոլոր տեղերը փոթորիկներ են, մեր ուզածը հետեւյալն է, մենք այդ փոթորիկներից հեռու եւ անմասն նստած ուտենք մեր կարկանդակները նույնիսկ տնտեսական զարգացման տեսքով, հավելյալ տրանսպորտային շարժի տեսքով, հավելյալ ներդրումների տեսքով